միասին տալիս են ձեր սևին սիրտը։ Ահա, ճակատին սիրտը իմ ձեռքը։ Խոստանում եմ դառնալ ձեր կինը։ Այս ուզում նշանված, ես շուտով ձեր հասանիքը կանենք։ Դոկտոր Հրաշալի է, գործը վերջացավ։ դուք վկա եղեք իմ աղջիկ Լարիչը եւ դոկտոր Լոմբարդի որդու սենյոր Սիլվիոյի նշանադրությամբ։ Ես շատ շնորհակալ եմ այդ մեծ պատվի համար։ Միասին կճաշենք, ուրախ ժամանակ անցկացնենք եւ ոչ ոք մեզ չի խանգարի։ Ինչ կասեք, զավակները։ Ես միայն մի բան եմ ցանկանում, որքան կարելի է մոտ լինել իմ սիրուն հասնացնի։ Ինչ ասեք ուզի, դա ամենալավ կերագուրն է։ Ճիշտ ասած, եթե Տորինում չմահանար սենյոր Ֆեդերիկո Ռասպոնի, որին ես խոստացել եմ աղջիկը ձեռքում, իմ աղջիկս պետք է նրա կինը դառնար, եւ նա չէր արժանանա իմ սիրելի պես սենյոր Սիլվիոյի։ Իսկ ինչ է պատճառը Ֆեդերիկո Ռասպոնի մահվան։ Նրա բանեցին հարազատ քրոջ պատճառով։ Խեղճ մարդ, ես նրան շատ եմ ափսոսում։ Դուք նրան ճանաչում եք։ Ինչպես չէ, շատ լավ է ճանաչում։ Եվ նրա քրոջն է ճանաչում։ Խելոք համարձակ աղջիկ է, տղամարդու հագուստ էր հագնում, ձիգ եզնում։ Ով կարող էր ենթադրել, որ Ֆեդերիկոն մահանացավի հասակում։ Խեղճ երիտասարդ, բավական է տխուր բաներից խոսել։ Սիրելի Միրանդանինը, ես մի խնդրակ ունեմ։ Դուք խոհարարական գործում բարպետ եք, չեք պատրաստում մեզ համար ձեր ճաշակով 2 թե 3 տեսակ երակույթ։ Մեծ ուրախությամբ ինքս ինձ չէ ուզում գովել, բայց բոլոր աջակցները միշտ գովի են լինում իմ հյուրանոցից եւ իմ ճաշերից։ Սենյոր, ձեզ մի եք որ ճանապարհորդ ծառայ ուզում տեսնել։ Ասա դուք ներս գա։ Իսկ ուն ներս կբերեմ։ Ինչ դիր հասարակություն է։ Ով եք դուք իմ բարեկամ։ Ինչ եք ցանկանում։ Ով է աչնա սենյորա։ Իմ դուստերն եք։ Շնորհավոր ունի ձեզ։ Իսկ դուք ով եք։ Ես։ Ես նրա աղին եմ, սենյոր։ Դուք եք հաստատու սենյորա։ Ո՞ր սենյոր։ Ասացեք վերջապես ով եք դուք, թե չկորեք այստեղ։ Ես իմ տիրոջ ծառան եմ։ Այժմ վերադառնանք մեր խոսակցությանը։ Իսկ ինչ է ձեր տիրոջ անունը։ Նա մի եկվոր է եւ ցանկանում է ձեզ տեսնել։ Հարսենեկան հարցի մենք ձեր կրանանք։ Իսկ ինչ է ձեր տիրոջ անունը։ Իմ բարոնը սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին է, Տուրինից։ Ֆեդերիկո Ռասպոն։ Ներքևում սպասում է պատասխանի, ուղարկեց ինձ հարցնելու։ Արդյոք կարող է դալ ձեզ մոտ։ Իսկ եթե ուզում եք իմանալ թե ով եմ ես Տրուֆադինոն եմ, Բերգամոյից։ Ինչին եք պետք դուք ինձ կտենեցեք թե ով է ձեր պարոնը, ես կարծում սխալ լսեցի։ Քեշ երևի խուլ է։ Իմ բարոնը սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին է։ Դուք խելագարվել եք, սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին մեռել։ Մեռել է։ Այո, մեռել է, շատ ցավալի է, բայց այդպես է։ Սատանան տանի, իմ բարոնը մեռել է։ Իսկ ես նրան հենց այս րոպեին ներքևում թողի, կենտանի է։ Խեղճ եմ, պարոն Ֆեդերիկո։ Գնամ տեսնեմ ճիշտ է արդյոք։ Հարգակներս։ Սենյորներ, ձեր կարծիքով այս ծառան սրտկա է թե խելագար։ Խելագար։ Խելագար, ոչ, ստախոս։ Սենյորի Միրանդանինը, դուք ինչ կասեք։ Լկտի։ Դոկտոր։ Ով գիտե, կարծում եմ եւ սրիկա եւ ստախոս։ Իսկ իմ կարծիքով խալը գլխի տղա է, նա իչա դուրի կակ։ Զարմանք բան է, սենյորներ, միթե այդպես կարելի խաբել մի խեղճ եկոն մարդու։ Ուզում եք ինձ հատեցնել, իբր թե սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին մեռել է։ Եվ ինչ։ Այ թե ինչ, ողջ եւ առողջ է, ես ցանկանում եմ հայտնել ձեզ իր հարգանած հավաստիքը։ Սենյոր Ֆեդերիկո։ Սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին, Տուրինից։ Դուք խելագարվել եք, ապա այստեղ կանչեք այդ կենտանացած հանգուցալի։ Սիլվիո, ես դողում եմ։ Մի հուզվեք, ինչ նոր պատահի դուք իմը կլիներ։ Հիմա կիմանալ ճշմարտությունը։ Երևի դա մի խաբեբա է, որ ուզում է իմարացնել մեզ իր եկատներով։ Բայց չէ՞ որ ես ասացի, թե դուք ճանաչում եք Ֆեդերիկոին, ահա եւ տեսնենք, այդ է թե նա չէ։ Ոչ։ Այս սմոկը նման չէ ստախոսին։ Տեսնեմ, ինձ քաջորը արդյոք։ Ձեր փրկության սենյորներ։ Սենյոր Պանտալոնը, ձեր այսօրվա վարմունքին հանդեպ ամենևին նման չէր ձեր նավակների սիրալիրությանը։ Ահա կես ժամ է, ինչ դուք չեք բարաժնություններից։ Ներեցեք, սենյոր, բայց դուք ով եք։ Ես,
Federico Rasponi, Turinից, ձեր խոնարհանան։ Այսինչ կատակ է, սա ոչ թե Ֆեդերիկոնի, այլ նրա քուրը Բեատրիչը։ Տեսնենք, թե ուր տանի այս խաբեությունը։ Ես ապշած եմ, ուրախ եմ ձեզ ողջ առողջ տեսնել այն ժամանակ, երբ շատ վատ լուրեր ունեինք ձեր մասին։ Ես գիտեմ, ձեզ հայտնել եմ իբր ես մահացել եմ մենավարտի ժամանակ, բայց ես Փառք Աստծո միայն վիրավորվել եմ, եւ առողջանալու պես շտապեցի լինեք ինչպես մենք վաղուց պայմանավորվել ենք։ Ահա ձեզ 4 անձնարարական համար ձեր բարեկամներից։ Այնտեղ մեկը մեր բանկի տնօրենից է։ Դուք կտեսնեք ստորագրությունները եւ կհամոզվեք, որ ես խաբեբաց չեմ։ Սիլիո, մենք որդանեցինք։ Կյանքիցս կհրաժարվենք, բայց ոչ ձեզնից։ Ահ, Միրանդալինա, Սատանատանին այ հարկի ճանաչեց ինձ։ Բարեկամուհիս, դուք հեր եք Բենետիկում։ Իսեր աստուից շմատներ։ Հանգիստ եղեք։ Այո, ես այստեղ հյուրանոցի տիրուհի եմ։ Այ, ինչ հարմար է, ես հենց ձեզ մոտ Ջևան եմ։ Բարի եղեք։ Ես կարդացի այս նամակները, ստիպված եմ հավատալ, որ դուք Ֆեդերիկո Ռասպոնին եք։ Եթե ամենաչնչին կասկած անգամ մնացել է ձեզ մեջ, այստեղ Միրանդոլինան, որն ինձ ճանաչում է, եւ կարող է հաստատել իմ անձնավորությունը։ Տասվոսկի դիպլոմից։ Իհարկե հաստատում եմ։ Նման ինչ չհաստատել։ Դե եթե այդպես է, խնդրում եմ ներել եք հաստատել։ Հայրիկ, ուրեմն սա սենյոր Ֆեդերիկո Ռասպոնին է։ Այո, նաև որ կա։ Այժմ ինչ կինի մեզ է։ Մի վախենաք, դուք իմն եք եւ ես ձեզ ոչ ոքի չեմ զիջի։ Ո՞ր է այս սենյորա։ Իմ դուստը Կլարիչեն։ Իմ ամադագինը։ Այո, սենյոր, այս ինչ փորձանքի մեջ է։ Սենյորա, թույլ տվեք հայտնել ձեզ խորին հարգանքը։ Ձեր խոնարհանան։ Այդ թունելությունը այնքան էլ սիրալիր չէ։ Ներեցեք նրան, նա շատ համեստ եւ ամոթխած աղջիկ է։ Իսկ այն սենյորը ձեր ազգականն է։ Այո, սենյոր, իմ հորեղբորորդին է։ Ոչ, ես սինյորա Կլարիչեի փեսացուն եմ։ Կտրիշ տղա, ինձ չի։ Ինչպես։ Դուք Կլարիչեի փեսացուն եք։ Ինչպես։ Միթե Կլարիչի ձեր փեջ չէր խոստացած։ Հանգիստ սենյոր Ֆեդերիկո, ես ձեզ բոլորը կբացատրեմ։ Քանի որ ձեզ դժբախտություն եք պատել, մենք որոշեցինք Կլարիչայի կրնության տալ Սիլվիոյին։ Բայց հիմա Կլարիչեն ձերն է, ես մի խոսքից ետ չեմ կանգնում։ Բայց սինյոր Ֆեդերիկոն միթե կհամաձայնվի ամուսնանալ մի աղջկա հետ, որը իր ձեռքը տվել է մեկ ուրիշի։ Ես համաձայն եմ։ Հուսով եմ սենյորա Կլարիչի չի հրաժարվի կինը լինելուց։ Ահա թե ինչ կասեմ ձեզ, սինյոր, դուք ուշացել եք, սինյորա Կլարիչեն իմն է լինելու, իսկ եթե մեկը համարձակվի խլել ինձանից իմ հաստացումին, գործ կունենային թրի հետ։ Կտրիշ տղա, մի զիջի։ Ձեր գալուստը ինձ համար մեծ պատուհաս է։ Ինչ ասացի ապատկար։ Սենյոր Ֆեդերիկո։ Հանգստացեք սենյոր Պանտալոնը, կանցնեն օրեր եւ ես հուսով եմ դաժանենամ նրա սիրուն, իսկ այժմ զբաղվենք այն հաշիվներով։ Բոլոր հաշիվները ճիշտ են, ձեր փողերը պատրաստ են։ Եթե ցանկանում եք իսկույններ էլ կարող ենք մեր գործը վերջացնել։ Ինձ ավելի հարմար է փոքրինչ հետո, առայժմ ես պետք է զբաղվեմ Միրանդոլինայի հետ։ Դուք ինձ շատ կպարտավորեցիք, եթե այժմ ինձ տակ մի փոքրիկ գումար։ Մեծ ուրախությամբ, հենց որ գործակատարը զգա, ես ձեր փողերը ձեր տուն կուղարկեմ։ Դուք անշուշտ իջնելու եք Միրանդալինայի հյուրանոցում։ Դե իհարկե։ Ստեսություն։ Բացատրեցեք սենյորա Բեատրիչե։ Կամոց սեր աստուց չմատնել։ Իմ խեղճ եղբայրը սպանված է Ֆլորինդո ձեռքում։ Դուք անշուշտ հիշում եք, որ Ֆլորինդոն սիրում էր։ Իմ եղբայրը դեմ էր մեր ամուսնության։ Նրանց մեջ հարում առաջ եղավ, որ Ֆեդերիկոն սպանվեց։ Ֆլորինդոն դատաստանից վախեցած անհայտացավ առանց մնաց բարև իձաստելու։ Իմանալով, որ Ֆլորինդո վերևից է փոխելու, ես զուջրեցի հետևել նրան, հայթայեփորը շորերը, հետս վերցի արձարական նամակներ։ Ես հուսով եմ այստեղ դժնետի սիրազի, օգնեցեք ստանդագին Միրանդոլինա, ես ես արած կհասակվեմ։ Ճիշտ ասած, սենյորը դուք առաջտեղում եք սիրում եք օրինել խաղալ, թե ինչ արած, ես կօգնեմ։ Շնորհակալ եմ, գնանք ձեր հյուրանոց։ Տեսեք, թե ինչ է անում սերը։ Մերը այսքան սպասելով, էլ չեմ կարող։ Քաղաքի ժամացույցը դեռ նոր է 12-ը, իսկ իմ փորի ժամացույցը արդեն վաղուց է խփել կեսօրը։ Գոնե իմանանք, թե որտեղ ենք իջնելու։ Ուրիշները քաղաք հասնելու պես նախ եւ առաջ հյուրանոց են գնում, ճաշում։ Իսկ իմ պարոնը թողեց սուդուկները ոստային նավակի մեջ եւ գնաց վիզիտներ անելու, մոռանալով իր քեստարային։ Եկ, շուտ։ Այլևս չեմ կարող, այնքան ծանր է, որ գճամնում մեջ կսկոնտրել։ Ահա հյուրանոցը, չես կարող չորս քայլել։ Օգնացեք, սուդուկը գետի կգնի։ Չէ, ասում որ չես կարող տանել, շատ ես անզորու կտար։ Գուցե մի 10 սուրդի կարողանա հասնել։ Սենյոր։ Այո։ Արդյոք չեք հրամայ օգնել ձեզ։ Այո, սիրելիս, օգնեցեք սրան սունդուկը հյուրանոց տանելու։ Մի րոպեյում։
տաներ։ Կտրիշ տղա։ Ձերդ ողորմածություն։ Ինչ։ Ապա աշխատակիցվածը։ Ապա ինչքան սամ պիտի տա միջորս գալի համար։ Ահա։ Քիչ է, ավելացրեք։ Այո, հիմա վերիք ստացա։ Պատրաստ է, սենյոր։ Ինչպեսի ուրանոցը։ Գերազանց, լապանկովիներ, հրաշալի հայրիներ, իսկ ինչ հոտ է գուրում այդտեղից, մարդու հոգին է փարավորում։ Դուք ինչով զբաղվում, սիրելիս։ Ես։ Ծառայ։ Իսկ ու մոտ եք ծառայում։ Հիմա ճիշտ ասած ոչ հոգի։ Ուրեմն պարոն չունեք։ Ինչպես տեսնում եք, այս հոգի տեր չունի։ Ես ուսուչ ասացի, իմ պարոն այս հոգին այստեղ չէ։ Ցանկանայիք ինձ մոտ ծառայել։ Ինչու՞ չէ, եթե պայմանները ավելի լավ լինեն, ինչու տիրոջը չի փոխել։ Իսկ որքան պիտի վճարեք։ Իսկ որքան կուզեք։ Ինչ ասեմ։ Նախ իմ պարոնս ինձ 20 ֆիլիպ է վճարում։ Համաձայն եմ, ես այնքան եք վճարել։ Ուրեմն ես ձեր ծառայեմ։ Շատ է։ Նախ եւ առաջ գնացեք post եւ իմացեք չկա արդյոք նամակներ իմ ազգանունով։ Իմ ազգանունն է Ֆլորինդո Արետուզի։ Ֆլորինդո Արետուզի։ Պարոն, իսկ ես Տրուֆալդին ունեմ, Բերգամոյից։ Եթե նամակներ լինեն, վերցրեք եւ իսկույն բերեք, ես ձեզ կսպասեմ։ Իսկ դուք հրամայեցեք ճաշ պատվիրել, ինչի՞պես վերադառնամ։ Այո, պատվիրեմ։ Հետաքրքիր կտայ։ Սա ինձ դուր է գալիս։ Իսկ հիմա գնամ posta։ Նոր պարոնից նամակները վերցնում։ Լավ ծառայես, ինչ ասել կուզեմ, այդպես ես ինձ սպասում։ Սենյոր, ես այստեղ եմ շարունակ ձեզ եմ սպասում։ Մնա այսքույն նավահանգիստ վերցրու սնդուկ եւ բեր այստեղ սենյորա Միրանդոլինա հյուրանոցը։ Սատանան տանի բերնի հյուրանոցը։ Բացի այդ, մտիկ post է հարցրու կան նամակներ Ֆեդերիկո Ռասպոն եւ Բեատրիչ Ռասպոնի հարցերով։ Ինձ հետ պետք է գար քույրս, բայց հիվանդացավ եւ մնաց կալացքում։ Ես քեզ կսպասեմ։ Այ քեզ բան։ Ինչքան մարդիկ կան, որ մի տեղ են փնտրում։ Իսկ ես միանգամից երկու տեղ գտա։ Երկուսի միևնույն ժամանակ ինչպես արայել։ Իսկ ինչու ոչ։ Ինչ վատ բան է երկու տերերին ծառայելը։ Երկու ռոջիկ ստանալ, երկուսի փոխարեն ուտել։ Իսկ եթե օգներս բացվում ինչ կլինի։ Հող չէ, եթե մեկից դուրս կանի, մյուսի մոտ կծառայեմ։ Պետք է փորձեմ։ Նախ եւ առաջ գնա post երկուսի համար նամակներ վերցնեմ։ Լսեցեք։ Սենյոր, Ուր է ձեր պարոնը։ այստեղ հյուրանոցում է։ Իսկույն գնացեք ձեր պարոնի մոտ եւ ասացեք, որ ես ցանկանում եմ նրա հետ խոսել։ Բայց ո՞րն եք եկած։ Շուտ, թե չեք տծել։ Կուվարգել որն եք։ Ոչ, ես երբեք թույլ չեմ տա, որ հակառակորդս միշտ ցծվի աչքերիս առաջ։ Թող նա հրաժարվի Կլարիչից, թե չէ գործ կունենա իմ թրի հետ։ Ահա այն պարոնը։ Ես նրան չեմ ճանաչում։ Ինչ է ուզում ինձանից։ Չգիտեմ, սենյոր, գնա post նամակները բերեմ։ Այդ դուք եք ինձ հարցնում։ Ես պատիվ չունեմ դες ճանաչելու։ Բայց ինձ արան ինձ հայտնեց, թե դուք բարձր տոնով եւ սպառնալիքով պահանջել եք ինձ դուրս կանչել։ Նա ինչ չէր հասկացել։ Ես ասացի, որ ցանկանում եմ խոսել նրա տիրոջ հետ։ Ես եմ հրապարակում, ինչ եք ցանկանում։ Ուրեմն նա ձեր ծառան է։ Այո, Եթե այդպես է ներողություն եմ խնդրում։ Ուրեմն ձեր ծառան նման է մեկ ուրիշի։ Սենյոր, դուք նորեկ եք։ այո, ձեր խոնարհ տուրինցի եք։ Տուրիցի։ Նա որոնում եմ ես նույնպես տուրիցի է։ Դուք չեք ճանաչում ում Ֆեդերիկո Ռասպոնի։ Օ, շատ լավ։ Այդ Ֆեդերիկոն ցանկանում է խլել ինձանից իմ հարսնացուին։ Ֆեդերիկո Ռասպոնին մերել է, հավատացնում եք ես։ Ֆեդերիկո Ռասպոնին կենթանի է, հավատացնում եմ։ Դուք խաղում եք։ Սենյոր Պանտալոն Նաչկա հայրը ձեռքին ունի ամենաստույգ ապացույցներ, որ երկու իսկական Ֆեդերիկո ունի։ Նշանակում է նա չէ սպանված մենամարտի ժամանակ։ Ես ազատվեցի դատաստանից և հանդիպում ենք թշնամուս
3 առ 3։ Զարմանալի է, որ դուք նրան չեք հանդիպել։ Նա պետք է իջներ այս հյուրանոցում։ Ոչ, ես նրան չեմ տեսել։ Եթե տեսնեք Ֆեդերիկո Ռասպոնին, խորհուրդ տվեք նրան, որ ձեռք վերցնի այդ ամուսնությունից։ Այդ ավելի լավ կլինի նրա համար։ Իմ անունն է Սիլվիո Լոմբարդի։ Իսկ ձերը Անունս կտակցնեմ։ Հորացիո Արդենտի, ձեր խոնարհծարանը։ Սինյոր Հորացիո, միշտ պատրաստ եմ ձեզ ծառայել։ Ինչպես կարող եմ պատահել, որ թուրս խրվելով Ֆեդերիկոյի գործը։ Չսպանես նրան։ Ես իմ աչքով տեսա նրան ընկած գետնի վրա։ Իսկ գետնին նա չի մերել։ Ավելի լավ կլինի, որ ես վերադառնամ Տուրին։ Իմ անկին Բեատրիչեին մխիթարելու։ Նա անշուշտ տանջում է և հարցունք է տապում։ Տուրին։ Ոչ, Տուրին։ Բանուսի, էй բարեկամ, անցեք այդ հետևը և սպասեք ինձ։ Տրուֆալդինո։ Ահա է սենյոր։ Ցանկանաս ինձ հետ Տուրին գնալ։ Հենց այժմ։ Արած ճաշելու։ Դե կճաշենք և իսկույն ճանապարհ գնանք։ Շատ բարի, ճաշի ժամանակը մտածեք։ Ոստում եղավ։ Այո սենյոր։ Նա ուտել ստացավ, ստացա։ Տուրին։ Սատարան տանին, երկու տիրոջ նամակները խառնել են։ Ինչպես իմանամ, թե որոք իրաց տիրոջ նամակները։ Չէ որ ես կարդալ չգիտեմ։ Դե շուտ տուր։ Պարոն, այս նամակները ձերը չեն։ Ես հանդիպեցի ճանապարհին իմ մի ծանոթին։ Երբ ես ասացի, թե փոստ եմ գնում, նա ինձ խնդրեց իր պարոնի նամակները վերցնեմ։ Այս նամակներից մեկը նրանն է, բայց չգիտեմ թե որ մեկը։ Տուր ինձ ես կժոգեմ։ Համեցեք, շատ է ուզում բարեկամից ծառայել։ Այսինչ է։ Բեատրիչ Ռասպոնիի նամակ։ Բեատրիչ Ռասպոնի Վենետիկում է։ Հա, գտակ բարեկամից նամակը։ Ով է այդ քո բարեկամը։ Նամի ծառայ անունը Պասկուալ է։ Իսկ որտեղ ապրում է քո Պասկուալը։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ապա ինչպես պիտի տաս դրան այս նամակը։ Մենք պայմանավորվել ենք հրապարակում հանդիպել։ Ես կբացեմ այս նամակը, ինչա դեր դա կրում այս նամակը։ Ոյ, ինչ է կանում։ Պատվարժան Օրիոր, դատարան իմացել է, որ դու կանատացել եք համարտու հագուստով և համի մինչոց ձեր կերավ ձեզ գտնելու և ձեր բակալելու։ Լավ արակ է, ինչ ասեք ուզի, ուրիշի նամակն է կարդալը։ Իմացի որտեղ է ապրում այդ քո Պասկուալը և բեր նրան ինձ մոտ, երկուսն էլ լավ կբարձատրեն։ Պարոն, բայց ինչպես դա մեզ դրան բացած նամակը։ Ասա որ մի թուրի մադրություն է պատահել մի բան մնալի։ Տուրի նշանակը չեն գնա։ Այժմ ոչ, շուտ գնա։ Բեատրիչին Վենետիկում է, Ֆեդերիկոն Վենետիկում է։ Եթե գտա քրոջը, վայ նրան։ Պետք է ամեն ինչոց գործ դնել Բեատրիչին նախազգուշացնելու։ Ես շատ ուրախ եմ, որ ոչներ չեն գնում։ Շատ եմ հետաքրքրում, թե ինչով վերջանա երկու տիրոջ ծառայել։ Ոյ, այս բայց նամակը տիրոջից ասում շատ անհարմար է։ Գոնե պետք է լավ ծալել։ Հիմա պետք է կպցնել։ Ասես վատ չէ։ Ահ, բերնակրի մասին բոլորին մուրացա։ Էй, բարեկամ, վերցում դուկը։ Ներսան հյուրանոց ես իսկույն կգամ։ Ոստում եղար։ Այո, սենյոր։ Նամակ ստացա։ Ձեր քոչ ասե요։ Տուր ինձ։ Համեցեք։ Նամակը բացված է։ Բացված է, չի կարող պատահել։ Չեմ հասկանում ինչպես կարող պատահել։ Չես հասկանում, այ դու սրի կարող է բացել նամակը։ Սենյոր, ես ձեզ կասեմ ճշմարտությունը։ Ոստում իմ անունով կա մի նամակ, բայց որ ես կարդալ չգիտեմ, սխալմամբ իմ նամակի փոխարեն ձեր է բացել։ Ներեցեք ինձ, սենյոր։ Եթե այդպես է, մեր դժբախտություն չի։ Այս անգամ էլ լավ կծա։ Նա, բացարա սուդուկը, նա հյուրանոց բացարա սուդուկը հակից բանալի, թապ կտաս հակուսներս և կվերադառնա կճաշեն։ Դե, ինչ կասեք, ճապիտ մարդ չեն։ Բարեկամ, ձեր պարոնը տանն է։ Ոչ, սենյոր, տանը չէ։ Չգիտեք ուր է գնացել։ Չգիտեմ, Տան է ճաշելու։ երևի տանը։ Ահա ձեզ այս քսակը մեջ հարու դուք ակտա։ Հենց որ ձեր պարոնը կվերադառնա տվեք նրան, ես սպասելու ժամանակ չունեմ, տեսցու։ Սպասեցեք։
Գնաց ու չասած, տերերիցս որևէ կինակ փողերը։ Գտա Պասկուալի։ Ոչ սիրել Պասկուալի չգտա, բայց գտա մեկին, որին սրեց 20 100 դուկատով։ 100 դուկատով։ Ինչու՞ ամա։ Ասացեք սենյոր, դուք ոչ մի տեղից փող չեք սպասում։ Ինչպես չէ։ Ես մի պարտամուրակ եմ ստորագրել մի վաճառականին, ես նրանց պետք է փող ուղարկեր։ Ուրեմն այդ ձեր փողերն են։ Իսկ ինչ ասած քեզ փող բերողը։ Հրամանայց ազնիվ պարոնից։ Ուրեմն ինձ։ Միլտերը չեմ կոպարոնում։ Այո, այո։ Շատ բարի։ Չմոռանաս գտնես Պասկուալին։ Ճաշից հետո անպատճառ կգտնեմ։ Դե գնանք ճաշ կտեսնենք։ Գնա։ Լավ է, որ ասակյամից չհարվեցի։ Ում ասում եք փողը, նրան տվի։ Վճորված է, սինյոր Ֆեդերիկոն կլինի քո ամուսինը։ Ես նրան խոսք եմ տվել։ Դա բռնություն է, Սիլվիոն հաղթակել են սիրտը։ Ճիշտն ասած խղճում եմ նրան։ Ոչինչ Կլարիչ է, կա համբերես կսիրես։ Սինյոր, Ֆեդերիկո Ռասպոնի եկել է հայտնելու դեպի փարգա։ Թող բարի հագիներս գա։ Ինչ տանջանք է։ Դուք գալիս եք օրի օր։ Շատ էզի, շատ սիրունիկն է ձեր սինյոր Ֆեդերիկոն։ Եթե ինձ հասներ ման երջանկություն, ես ոչ տղաց լինեի, եկող մտայի որ կան ուժուշ պատեր։ Աղջիկը սրբիր ացությունները։ Սիրտս կտոր է լինում։ Հարգանքները, սինյոր Պանտալոնի։ Բարև ձեզ, սինյոր Ֆեդերիկո։ Ստացաք 20 դուկատով։ Ոչ չեմ ստացել։ Քիչ առաջ ես տվեցի ձեր ծառային։ Ես նրան դեռ չեմ տեսել։ Նա ինձ կհանձնի երբ ես տուն վերադառնամ։ Ինչ է պատել սինյոր Օգարիչի։ Ինչու է։ Հանգի սինյոր Ֆեդերիկո, ես ձեզ բոլորը կբացատրեմ։ Ժամանակով հույսով եմ բոլորը կանցնի։ Սինյոր Պանտալոնի, թողեք ինձ դրանից միասին, գուցե քաջով մի համոզել նրան։ Շատ բարի, ես կթողնեմ ձեզ մենակ։ Աղջիկս խելոք ես բարի։ Սինյոր Օգարիչ, չեմ արձակվեք խոսել ինձ հետ։ Դուք շատ խիստ եք ձեր ահագա ամուսնու հետ։ Եթե ինձ ուժում ամուսնացնել ձեզ հետ, դուք կստանաք իմ ձեռքը, իսկ սիրտս երբեք, բայց ես կարող եմ և մխիթարել ձեզ։ Ես ձեզ միշտ պետք է ատեմ։ Սինյորը Կլարիչի, ես կամենում եմ ձեզ մի գաղտնիք հայտնել։ Եթե դուք ձեր ձեռքը ուրիշին եք տվել, Իմ սիրտն էլ նույնպես ուրիշին է տված։ ահա այժմ դուք ինձ դուր եք գալիս։ Ես Ֆեդերիկո Ռասպոնի չեմ։ Ես Բիատրիչեն եմ, նրա քույրը։ Ես կին եմ, ես կին եմ, ես կին եմ, ես կին եմ։ Ինչ ասացիք։ Դուք կին եք։ Իսկ ձեր եղբայրը։ Ավաղն է սպանված։ Իմ սիրածին համարում է նրա մահվան պատճառ։ Եվ ահա ես այստեղ ընդունում եմ նրան։ Դուք դուր գտաք այդ ամենը հայտնել Սիլվիոյ։ Ոչ մի դեպքում։ Ես խստիվ արգելում եմ ձեզ։ Լավ, երբեմն որ չեմ ասի, ես էլ բարեկամը կդառնամ։ Դե ես պետք է գնամ։ Փրկվեք ինձ շատ բարեկամության եւ սիրով։ Հրաշալի է, ինչ անսպասելի փոփոխություն։ Ես ձեզ չասացի սինյոր Պանտալոնը, որ դրա սիրտը կշահեմ։ Ուրեմն շուտով եւ հարցանիք կանենք։ Հայրիկ, ինչու եք դուք այդպես տակում։ Սինյոր Պանտալոնը, նախքան այդ մեզ անհրաժեշտ է մեր հաշիվները փակել։ Դրա համար 2 ժամն էլ բավական է։ Վաղ մատանիներ ձեռքներդ կհագցնենք։ Դուք մարդ ու կին եք։ Երկու տերերիցս եւ ոչ մեկը միջև չեք աղճաշելու։ Ոչ, իմ բախտս չի բերում։ Երկու տերերիցս եւ ոչ մեկը միջև հիմա չեք աղճաշելու։ Դու ես, Ես Տրուֆալջինոն եմ, դու ով ես։ ես եմ Տրուֆալջինոն։ Դու Բերգամոյից ես։ Այո, դու ես Բերգամոյից։ Այո։ Տրուֆալջինո, առաջի գործողությունը դու խաղացի։ Թույլ տուր երկրորդը ես խաղա։ Ես համաձայն եմ։ Շատ բարի։ Չեմ ումեցնու պայմանավորվեցինք, որ ես գնալու ապոտրելու ճաշից հետո։ Չեմ կարող այլևս սպասել։ Գնամ եմ ինքս տեղեկությունները հավաքեմ, գուցե մի բան իմանամ։ Իսկ դու Եթե ցանկանում ես ասա, որ քեզ ճաշ տամ։ շատ գեղեցիկ, ինչպես համար է, այնպես էլ վարվեցել։ Այս քսակը շատ ծանր է, դիր սնդուկի մեջ։
Այդ լավ եղավ, որ դուր տվե ճաշ պատվիրեց, թե ջուզում ուտել իր կերպն է, իսկ իմ կասվածքը քացի սովոր չէ, գնանք սա կպայում սնդուկի մեջ, իսկ հետո Trufaldino! Սատանան քեզ տանի։ Signor Pantalone, քեզ տվել եք 20 դուկատով։ Այո, սիյոր։ Ապա ինչու ինձ չես տալի։ Միթե այդ փողը ձեզ պետք է անցնեի։ Ապա ու, նա քեզ ինչ ասաց 200 տվեց։ Ասած դու տիրոջը։ Իսկ ով է քո տերը։ Ինձ է սիյոր։ Էն ինչու ես հարցնում թե ով է կետաս։ Դուրս է գալիս սակը ձերն։ Ուր եք սակը։ Ահա համեցեք։ Լրիվ է։ Փողերի ձեր չեն տվել։ Հետո կհաշվեմ։ Քիչ եմ ու խաթի մեջ ունի, բայց լավ դուրս պրծա։ Trufaldino, հյուրանոց տիրուի տանն է։ Տան է սիյոր։ Ասա նրան, որ ինձ հետ մի բարեկամ է ճաշելու։ Թող ճաշին մի բան ավելացնի։ Քանի տեսակ իրապուր պատվիրեք։ Թող պատվիրի 5-6 տեսակ կերակուր, միայն թե լավ բաներ լինեն։ Թույլ կտակ ես ընտրեմ։ Այո, ընտրիր եւ պատվիրիր։ Ես գնամ բարեկամիս բերեմ, իսկ դու աշխատիր միջև վերադարձ, ամեն ինչ պատրաստ։ Ամեն ինչ կարգի դրինի սիյոր։ Արա ստուղ տեղ բարի սնդուկիս մեջ։ Միայն տես, շատ զգույշ, դա մի մուրհակ է 4000 սպուդի։ Ապահովել իսկուն կպահել։ Դե հիմա պետք է շնորհքը ցույց տամ։ Իմ տերը առաջին անգամ է հանձնարարում մի ճաշ պատվիրել։ Պետք է ցույց տամ, որ լավ ճաշակ ունեմ։ Signora Miradolina։ Այո, այո։ Ինչ եք ցանկանում, Signor Trufaldino։ Այսօրվա ճաշին իմ պարոն հրավիրել էր բարեկամին։ Եվ ցանկանում եմ, որ դուք կրկնապատկեք կերակուրների թիվը եւ որքան կարել է շուտ։ Ինձ մոտ միշտ ամեն ինչ պատրաստ է։ Կես ժամում ուզած ճաշը կարող է պատրաստել։ Շատ գեղեցիկ։ Իսկ ինչ կերակուրներ կարող եք հանձնել։ Երկու հոգու համար կարելի է երկու մատուցում անել։ Յուրաքանչյուրը 4 տեսակից, լավ է։ Պարոնս ասացին 6 տեսակ, պատվիրենք 6-ով։ Ոչինչ լավ է։ Իսկ ինչ կերակուրներ կարող եք մատուցել։ Առաջին մատուցում։ Սուպ, ֆրիտյուր, խաշած միս եւ ֆրիկանդո։ 3 հասկացած, 4-ը չգիտեմ։ Ֆրանսիական կերակուր է միսը սոուսով, շատ համով բան է։ Ապա եւ որ մատուցումը։ Կտան տապակած միս, սալատ, մսի պաշտետ եւ պուդինգ։ Պուդինգ, ի՞նչ բան է դա։ Անգլիական կերակուրը չափազանց համեր։ Շատ գեղեցիկ։ Ես գոհ եմ։ Իսկ ինչպես կդասավորեք կերակուրները սեղանի վրա։ Շատ հուսալով ձևով սպասավոր ամեն ինչ կանի։ Ոչ բարեկամներ, գլխավորը մատուցելու ձևն է։ Կերակուրները սեղանի վրա պետք է դասավորված լինեն, շնորհքով եւ ճաշակով։ Ուրեմն այստեղ օրինակի համար սուպը, այստեղ ֆրիտյուրը, այստեղ խաշած միսը ֆրիկանդոն։ Ոչ լավ չէ, մեջտեղը ոչինչ չկա։ Մեջտեղը կդնենք սոուսը։ Ոչ իրենից։ Սոուսը մեջտեղը չեն դնում։ Մեջտեղը պետք է սուպը լինի։ Ուրեմն այս կողմը կդնենք միսը, մյուս կողմը սոուսը։ Ոչ։ Դուք կերակուրներ պատրաստել գիտեք, իսկ մատուցել բոլորովին չեք իմանում։ Ահա սովորեցնեմ ձեզ։ Ետհանդրեք, որ դա սեղան է։ Կերակուրները սեղանի վրա, ահա թե ինչպես է պետք դասավորել։ Այստեղ սուպը, այս կողմը խաշած միսը, այստեղ ֆրիտյուրը, այստեղ սոուսը, իսկ այստեղ այն կերակուրը, որի անունը չգիտեք, ինչ է կարծում, լավ չէ։ Խոսք չկա, լավ է, մենակ թե սոուսը մսի շատ է հեռու։ Այ հիմա կտեսնենք, ինչպես կարող եմ մոտեցնել մեկ-մեկով։ Այ հիմա լավ է։ Այ հիմա լավ է։ Այդ ինչ է շինում հատակի վրա։ Նշանակում է, թե ինչպես կերակուրն է դասավորել սեղանի վրա։ Իսկ այդ ինչ թուղթի կտորներ են։ Ախ, սատանան տաներն տված թուղթ են։ Այդ մուրհակն է։ Ներողություն կտորներից որ կգուցնենք։ Ավազակ, դու իմ իրերը այդպես ես պահպանում, այդպիսի կարևոր դոկումենտները քեզ պետք է մի լավ։ Ինչ կասեք, Signor Pantalone, նման հիմար բան տեսակը դրյամքում։ Վրա չկա, Signor Federico, ես նորից կգրեմ ձեր մուրհակը։ Մեղավորը Miradolina-ն է։ Նա չգիտե թե ինչպես դասավորել կերակուրը սեղանի վրա։ Դուրս այստեղից։ Նախ եւ առաջ կարգու կանոն։ Բարին ասում եմ քեզ։ Կերակուրները մատուցելու մեջ ամենալավ ապետին անգամ չեմ զիջի։ Դուրս այստեղից։ Ասացեք Trufaldino-ին, որ ինքը մեզ սպասավորի։ Կասեմ, Signor, համեցեք ձեր սենյակը, իսկ ում կմատուցեմ։ Ուր ես գնում։ Ոտքով գլխով կորա։ Ուր ես տանում կերակուրը։ Ձեր սենյակը, Signor։ Իսկ ինչու ես կերակուրը սենյակը ստանում երբեք դեռ չեմ եկել։ Ես ես պատահանից տեսա, Signor։ Բայց ինչու ես սկսում երկրորդ տեսակից, առաջ պետք է սուպը բերեի։ Վերետիկով, Signor, սուպը ճաշի վերջին։ Ոչ, ես այդ կարգերին սովոր չեմ։ Այս կերակուրը առայժմ վենտար խոհանոց։ Լսում եմ, պարոն։ Շուտ, ճաշը դու պետք է հանգստանամ։ Այս րոպե։ Ոչ, ես երբեք չեմ գտնում իմ վիատրիչերին։ Trufaldino! Trufaldino!
Trupadino! Trupadino! Այ քեզ բան, ում համար տանեմ այս կոտրետները։ Երկուսից որ մեկն է պատվիրել։ Ահա թե ինչ կանի։ Այս կոտրետները երկու բաժին կանի։ Երկու ափսեների վրա։ Մեկը տանեմ մեկին։ Իսկ մյուսին։ Ամենքն էլ գոհ են։ Ամենքի սիրտը շահեցի։ Երկու տիրոջս է միայն ժամանակ ծառայեցի։ Դե քանի որ երկուսի ծառայեցի, գնամ եւ 4-ի փոխարեն հաց ուտել։ Ինչ չարաճճեն է մեր օրիորդը, իմ ձեռքով նամակ ուղարկում հյուրանոց։ Դժվար բան է դարել սիրահարված օրիորդի մոտ, իմ քները դատացել։ Թունդ սիրահարված է սինյոր Սիլվիոին և միևնույն ժամանակ ուրիշի նամակներ ուղարկում։ Չլինի, մեկին ուզում է ամառվա համար պահել։ Իսկ մյուսին ձմեռվա։ Ով կա այնտեղ։ Ինչ եք ամենում սիրունիկ օրիորդ։ Իմ օրիորդը ահա այս նամակ ուղարկում է սինյոր Ֆեդերիկո Ռասպոնին։ Ուրախությամբ տանեմ նրան, բայց նախքան այն պետք է հայտնեք ձեզ, որ ես եմ մի հանձնարարություն ունեմ։ Ումից։ Մի պարոնից, դուք չեք ճանաչում Ոմա Տրուֆադինոյին։ Կարծես թե լսել եմ այդ անունը, լավ չեմ հիշում, երևի ինքնովը կա։ Նա սիրուն երիտասարդ է, սրամիտ, խոսքի վատ է։ Ներեցեք, այդպիսի, երբեք չեմ ճանաչել։ Իսկ նա ճանաչում է ձեզ, ես սիրահարված է ձեզ վրա։ Դուք ծաղրում եք ինձ։ Եվ եթե նա գոնե մի փոքրիկ հույս ունենա, նա կբանալի ով լինելը։ Իսկ ես սինյոր կասեմ, եթե ես նրան տեսնեի և նաև սրտով լիներ, գուցե սրտով չելի։ Ուզում եք ես նա ձեզ ցույց տամ։ Ինչու՞ չէ, շատ ուրախ եմ տեսնել նրան։ Այս րոպեին։ Նշանակում եք ինքը չէ։ Տեսակ։ Ում։ Ձեզ վրա սիրահարվածի։ Բացի ձեզ ոչ ոք չտեսա։ Ահ, Գուցե այդ դուք եք ինձ սիրում։ Ինչու հետ սկզբից ինչ ասացիք։ Ես փոքրին ճանաչկոտ եմ։ Մարդ պետք է քար լինի, որ նրա վրա չսիրահարվի։ Ուրեմն ինչ կասեք։ Կասեք թե։ Դե ասացեք։ Ես էլ մի փոքր ամաչկոտ եմ։ Իսկ եթե մեկը ցանկանար ձեր ձեռքը, ինչ պետք է անել։ Ես ոչ հայր ունեմ, ոչ մայր։ Նա պետք է դեմեր իմ պարոն կամ իմ օրիորդին։ Իսկ եթե նրանց դիմեմ, ինչ պատասխան կտա։ Կասեմ, եթե ես համաձայն եմ, այո։ Իսկ դուք ինչ կասեք։ Կասեմ, եթե նրանք համաձայն են, ես։ Այն ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բոլորս է համաձայն լինեք։ Տվեք ձեր նամակը, երբ պատասխանը բերենք կխոսենք։ Ահա նամակը։ Գիտեք ինչ է գրված նամակում։ Չգիտեմ, բայց շատ ցանկան եմ իմանալ։ Կարելի է բացել։ Իսկ հետո ինչպես կակել։ Ինչպես փակել, այդ արդեն թողեք ինձ։ Ես ծնված եմ հատկապես նամակներ փակելու համար։ Այն ժամանակ եկեք բացենք։ Դուք արդար գիտեք։ Շատ քիչ, դուք իհարկե լավ գիտեք։ Ես է շատ քիչ։ Դե բացեք։ Բացես խոշորեք։ Կարդացեք։ Ոչ դուք արդացեք։ Ձեր օրիորդի ձեռքը ձեզ ավելի լավ է ծառայում։ Ճիշտը հոստովանած, ես ոչ մի բան չեմ ջոկում։ Ես եմ նույնպես։ Այն ժամանակ ինչու բացեք։ Սպասեցեք։ Եկեք միասին փորձեք արդար։ Ասես մի բան ջոկում է։ Գատիս մեկ հրա։ Ինչ եք ասում։ Դա ին։ Ոչ մեր։ ին։ Նա չի կարող գրել իմ սիրելիս, իմ սիրելի։ Այո, ճիշտ է, ին։ Դու այստեղ ինչ ես շինում։ Ոչինչ, սինյոր, ձեր ետևից եմ եկել։ Ինչու համար։ Օրիորդն է կանչում։ Այդ ինչ թերթիկ է ձերքից։ Հասարակ թող տեսնիով։ Տուր ինձ։ Համեցեք։ Այս ինչ է։ Էլ ինձ գրած նամակ։ Սրիկա, դու իմ բոլոր նամակներն ես բացում։ Ով է բացել նամակը։ Ես չեմ սիրել։ Իսկ ով է բերել։ Տրուփադինո այս նամակը տանում է իր տիրոջը։ Իսկ Միրադինա բերեց այդպես Տրուփադինոյին։ Դավաճան, քեզ էլ չեմ սիրում։ Անպիտան, ես ես ցույց կտամ, ես Այդ դու։ Այստեղ ես։ Ինչու բացել նամակը։ Այս Միրադինա բացեց, ես տեղյակ չեմ սիրել։ Ինչ սմիրայցինը, այսօր դու իմ երկու նամակներն ես բացել։ Մոտարի։ Խղճացեք սիրել։ Մոտարի ասում եմ քեզ։ Աստված սիրեք սիրել։ Մոտարի։ Սինյոր, բավական է, խղճացեք։ Ստացար սրիկա։
Այդ քեզ բան, այդպես վարվել ինչպես մարդու հետ, ինձ է ծեր։ Եթե ձեզ տարած դուր չի գալիս, կարող կացակել նա, իսկ ծեծել իրավունք չունեք եթեր։ Այդ ինչ ես ասում։ Ուրիշների ծառաներին իրավունք չունեք ծեծել։ Դա վիրավորանք է պարոն համար։ Ճշմարիտ է, դա վիրավորանք է։ Իսկ ով է քեզ ծեծողը։ Ինչը չգիտեմ։ Բայց ինչու է քեզ ծեծել։ Նրա համար, Որ ես թքեցի նա կոշկիլա։ Եվ դու թույլ ես տալիս, որ քեզ ծեծեն։ Դրանում դու կոտիրոջի խայտարակեցեն է վիրավորանքի ես է դարգում, էշ ես դու, բախտոտ։ Սինյոր, խճացել, բավական։ Այ հիմա իսկապես կարող եմ ասել, որ երկու տիրոջն եմ ծառայել, երկուսն էլ աշխատավարձ ստացա։ Տրուֆալդինո, օգնել է։ Շատ, Գոհ ես։ շատ։ Լավ է։ Բարեկամներ, կարեք սրա։ Հիմա դիմի գործի, ինձ ոչուկ չի խանգարում։ Այդ ո՞րն է կարում։ Ինչ սիրուն տղամարդի։ Դեպքը ծանոթ է, բայց իշել չէ կարող։ Ասես մի քիչ իման եմ մյուս պարոնին։ Ոչ, նա չեմ։ Տրոֆալդինո։ Սատանան քեզ տանի, զարդները, մեկ էլ հանգած նես գա, ու երկրորդը դու կտեսնի, կսկսի հարցու փորձանել։ Պետք է շնորհ պահել, ասեն թե չգիտեմ ուսումնի։ Տրոֆալդինո։ Այս րոպեին։ Տրոֆալդինո։ Այս րոպեին։ Այս եսը որտեղից անցի չեմ հիշում։ Այս թղթերներ որտեղից անցի, նույնպես չգիտեմ։ Շուտ նարի թե չփայտիս։ Այս րոպեին, բարոն, այս րոպեին։ Ինչ է շինում այստեղ անպիտան։ Թանկագին իմ սինյոր, չէ որ դու պատկրել եք ես մակրել դեշորերը, ես էլ համակում եմ։ Իսկ այսում սնդուկն է։ Չգիտեմ, երևի մի ուշ կորի։ Այս րոպեի։ Դուր եմ սեզ լեստ։ Լսում եմ, պարոն։ Այս ինչ է։ Սատանան, խարնել եմ։ Ոյ հանի։ Պարոն, մի գրպան դնել է փոխարեն, դրեցի սրա գրպանը։ Այս իմ պատկերն է։ Ես նվիրեցի այն իմ թանկագին Բեատրիչեին։ Ասա, ինչպես է այս պատկերը իմ գրպանը ընկել։ Թանկագին սինյոր, այս պատկերը ինձ է պատկանում։ Ես պահեցի ձեր գրպանում, որ չկործնեմ։ Իսկ ինչպես է այս պատկերը քո ձեռքն ընկել։ Եմ տիրոջի ձեռնեկություն ստացա։ Քո տիրոջից։ Այ ես սինյոր, ես նա մոտ է ծառայում, նա մերա, և գրգույնպես մնաց։ Եկ էր մերոք հպարում։ Մի շապաց սրանից առաջ։ Ինչ էր քո տիրոջ անունը։ Չգիտեմ սյուն, ապրում էր կերտ անունով։ Աստված իմ շույն կդա Բեատրիչեն էր, անհատացել էր կամարտու շորերով, ապրում էր ուրուսի անմատակ, ասա քո պարում է երիտասարդ է։ Այո սնյոր, երիտասարդ է։ Կոնե գիտես որ գտացի էր։ Գիտեմ սնյոր, բայց մորացվել է։ Միգուցե տուրինցի էր։ Ճիշտ որ սնյոր, պարոնս տուրինցի է։ Իսկ ինչի էր մերել քո պարումը։ Կատվածահար է եղել։ Իսկ որտեղ է դատել քո պարումը։ Նրան այստեղ չեմ դատել։ Իր պարոնից մյուս տարան, իր հայրենակիցը թույլ տվություն ստացավ և հայրենիք տանելու։ Այդ անցարան չէր, որը խնդրել քեզ այսօր փոստից նամակ վերցնել։ Այո սնյոր, ինքն էլ կա, պասկուալ է։
այլևս ուր չկա։ Բեատրիչը մերել, խելչ Բեատրիչ։ Ոյ։ Ոչինչ չեմ հասկանում։ Հա, հուսատված է։ Չէ որ ես բոլորը հնարեցի միայն նրա համար, որ չիմանա թե խանել ես ուտները։ Եվ ահա տեսեք, մի պատկերի համար այսպիսի համաղալ եղավ։ Ավելի լավ է, սունդուկները իրենց տեղը տանեն, թե չի գլխիս էլի փորձանք պատանի։ Ոչ, սինյոր Պանտալոն։ Ահա իր մյուս բանում։ Հավատացեք, սինյոր Պանտալոնը, որ հայրիների և մոմերի հաշիվը երկու անգամ է անցկացրած։ Գուցե գործակատարը սխալված լինի։ Կստուգենք։ Կստուգենք, Տրուֆաջինո։ Այո, սենյոր, Ինչու ես սնդուկ այստեղ բերել։ որ շորերը թատամ։ Թատտվի։ Այո, Հանիր սնդուկից իմ հուշատետը։ իսկույն դեր բրկի ոզդի։ Շատ կարելի է որ սխալվել է։ Շատ կարելի է, որ դուք իրավացի եք։ Հիմա կհամեմատենք։ Այս է։ Ոչ, այս չէ։ Այս ինչ գիրք։ Որը։ Այնտեղ լինելու նամակները Ֆլորինդոն։ Աստված, նրա հաշիվներն են։ Որտեղից ես նրանք այստեղ ուկել։ Ես վերέντիկում ծառայում եմ մի տիրոջ մոտ։ Նա մերա։ Եվ բրկույթ բերում նա։ Այդ երբ է պատահել։ Մի շաբաթ այս այլ։ Ինչպես։ Չէ՞ որ ես քեզ Վերոնայում բացեցի։ Հենց այս ժամանակ ես վերέντիկից վերոն եմ գնացել։ Իմ պարոնին մահվայից հետո։ Քո պարոնին կոչում են Ֆլորինդո։ Այո, ես Ֆլորինդո։ Ազգանունը Արիտոսի։ Հենց այդ ուզի։ Եվ նա մեռել է, ճիշտ է։ Միանգամայն ճիշտ է, ազնիվ խոսք։ Իսկ ի՞նչ է մահվան պատճառը։ Նա կավ ջրանցքի մեջ և խեղդվեց։ Ես դժբախտ ես։ Ֆլորինդոն մեռավ։ Մեռավ իմ սերը։ Կյանքիս վերջին հույս։ Ինչու ես ապրում և մեռավ նա ում համար միայն ապրում է ես։ Իմ թանկագին փեսացի։ Ես էլ կգամ քո ետևից։ Տրուֆալդինո։ Սենյոր Պանտալոնը։ Սա կին է։ Մի կարմատ է։ Այ քեզ բա։ Հրաշք է, հրաշք։ Ես շվարած եմ։ Ես էշացած եմ։ Գնամ ասեմ աղջկաս։ Դուրս է գալիս, որ ես այլևս երկու տիրոջ ծառա չեմ։ Ես և տեր ունեմ, և տիրուհի։ Սիրեն դոկտոր, հարգանքները։ Սարմանում եմ, որ դուք դեր հանդգնում եք ինձ վարվել։ Ես մի ուրախալի լուր պետք է հայտնեմ դες, թող ձեզ հայտնի լինի։ Գուցե ուզում եք հայտնել, թե հարսանիքն արդեն կատարվել է։ Թեքել եմ ձեզ վրա, ձեր հարսանիքի վրա է։ Ընդհակառակը, դուք տվեք ասել, եթե դուք ցանկանում եք, իմ աղջիկը կարող է ձեր որդուկինը լինել։ Անչափ պարտավորեցրեք ինձ, մի հանանգստանաք, իմ որդու ստամոքսը կարող է վնասվել նման համեղ պատարից, մարդու տվեք կլարի չէին ձեր տուրինցուն։ Դե իմանաք ինչ տուրինցի են, դուք այդպես չեք ասել։ Ով է լինի, բայց ձեր աղջիկը նրա հետ սենյակում մենակ։ Իմ կլարիչը ազնիվ աղջիկ է, իսկ դուք անորոք, անպատկավ, ստախոս։ Անիծվից դուք։ Սենյոր Պանտալոնը, դուք վարեցիք դոկտոր Լոմբարդի ձեռքը։ Նա այլևս չի կարող թաղալ։ Ես կթաղամ դրա փոխարեն։ Շատ բարի, բայց սկսենք սկզբից։ Այո։
Անքներս։ Զարմանում եմ, որ դուք դեռ հանդիգնում եք ինձ բարվել։ Ես մի ուրախալի պետք է հայտնեմ, որ դու հայտնի լինի։ Դու ձեր հայտնի դարձանից կատարվել է։ Չեք վրա, դեռ հականիչ վրա է։ Հակառակը, դուք տվեք ասել, եթե դուք ցանկանում եք, իմ աղջիկը կարող է ձեր որ դուք կինը լինել։ Անչափ պարտավորեցրիք։ Մի անհանդիգստացեք։ Իմ որդուս կամոքսը կարող է վնասվել նման համեր պատարիցի։ Մարդու տրեկլարի չէ ձեր տուրիցում։ Թե իմանեք ինչ տուրիցի են, դուք այդպես չեք ասի։ Ով է լինի, բայց ձեր աղջիկը նրա սենյակում մեն-մենակ։ Իմ կլարիչը։ Ազնիվ աղջիկ եք, իսկ դուք։ Ստախոս, անամոտ, ապակար, ապոտ։ Անիծվից դուք, ծամար չէ, անմարտու կերպարանքով մի անասում։ Ահա նրա տղմար տղան է գալիս։ Պանտալոնը սիրտս ասում է թուրը հանիր և կուրտ կխրի։ Սիրացին։ Ես պետք է հայտնեմ ձեզ մի ուրախալելու։ Խոսեցեք։ Իմ աղջիկը հարսնիկը և Սինյոր Ֆեդերիկոյի ամասպություն գոլոշիացավ։ Օ երկինք, դուք ինձ կրկին կյանք եք պարգևում, բայց ինչպես ես կարող եմ իմ կրծքից սեղմել այն աղջկան, որը խոսք է տվել մեկ ուրիշի։ Կարճ ասեմ։ Նա ու մեկ Ֆեդերիկո են կատում, նրա քույր Բեատրիչեն է։ Տղամարդու շորով, Տղամարդու շորով։ ինչպես ես ես չեմ հասկանում։ Նա ու մեկ Ֆեդերիկո են կատում, նրա քույր Բեատրիչեն է, տղամարդու շորով։ Հասկացա։ Հարկ ես ասում։ Ինչպես եղավ, պատմեցեք։ Գրանք ինձ մոտ Կլարիչեն դեր ոչինչ չգիտե, երկուսիդ միասին կպատմեն։ Ֆլորինդո, Բեատրիչը, Ֆլորինդո, Բեատրիչը, Ֆլորինդո, Բեատրիչը, Ֆլորինդո, Բեատրիչը, Ֆլորինդո, Ֆլորինդո, Բեատրիչը, դուք կենթանի եք։ դուք եք ենթանի։ Ինչ երջանկություն։ Իմ թանկագինս, ձեզ ինչն է ուսատության ասրել։ Ձեր նախան կեղծ լուրը։ Իսկ ով է ձեզ հայտնել։ Իմ ծառա։ Իմ ծառայը նույնպես համոզեց ինձ, թե դուք մերել եք, և ես ուսահատությունից կամեցա սպանել ինձ։ Ահա այս գրքույկը ստիպեց ինձ հավատալ։ Այս գրքույկը Այո։ այն գրվանի մեջն էր, ինչպես է ձեր կրնգել։ Երևի նույն ճանապարհով ինչպես Տուրինում ձեզ նվերած իմ պատկերը հանկարծ հայտնվեց իմ գրվանի մեջ։ Այդ բոլորը մեր սրիկածարաների գործերն են։ Այդ նրանք են մեզ այդքան տանջակներ պատճառել։ Ասացեք, ձեր եղբայր Ֆեդերիկոն մերել է։ Միթե չգիտեք։ Նույն օրը։ Իսկ ինձ հավատացրել է ընտնակենդանի և Վենետիկում է գտնվում։ Այդ նրա համար, որից նրա տեղն են ընդունում։ Ես հեռացա Տուրինից այս գեստով իմ եղբոր անվան տա, որ հետևեք։ Ինչ սիրելիս, գիտեմ, ինչ է խոսում Տուրինում ձեր հրադառնալու մասին։ Երբ ես վերադառնամ այդտեղ իբրև ձեր կինը, բոլորը սեկոսիները կվերջանան։ Ինչպես կարող եմ ես մտածել վերադարձի մասին, եթե ես վտարված եմ, եթե ինձ մեղադրում են ձեր եղբոր սպանության մեջ։ Ես ձեզ կազատել եմ, իմ հարստության շնորհիվ։ Եկ, մոտ արի։ Քեզ բան չեն քանի։ Ինչպես չի, հայտի հարվածն է չունված։ Դե Տրուֆալինո պատմիր, այդ ինչպես պատկերն ու գրքույկը ընկել էին, այնտեղ ուր չպետք է գտնվեին, և հետո ասա մեզ, ինչ նպատակով դու և մյուսական խոսքը մեկ եք արել մեզ ուսահատության հասցնելու։ Հիմա դες այն բան կպատմեմ։ Սինյոր, ես ոչինչ բանում մեղավոր չեմ։ Մեղավորը այ սինյոր այդ ան։ Աստուարը։ Այդն է ձեր բոլոր իրերը խառնել։ Ինչ որ կար մի սունդուկում դրել են մյուս սունդուկը։ Այդ ինչի մասին եք խոսում սինյոր Ֆլորինդոյի հետ։ Սինյորը, պետք է դες ասեմ, որ սինյորը մի ծառա ունի, Պասկուալյանու։ Այդն է ձեր բոլոր իրերը խառնել։ Ինչ որ կար մի սունդուկում դրել են մյուս սունդուկը։ Նրան այստեղ համարել, իսը հնարեցի այդ ամենը։ Եվ գրքույկի պատմությունը, եւ որտե պարումը ներել էր, ջուրն էր ընկել։ Երկուստ էլ սրիկաներ եք, դու և քո Պասկուալը։ Այսինքն միայն ես։ Սինյորա Բեատրիչե, մեր ծառաները չար նպատակով չեն արել այդ ամենը։ Ճիշտ է, դրանք արժանի է պատժի։ Բայց քանի որ այդ ամենը լավ բախ չեն ինձ ներենք։ Դե ես պետք է գնամ գործով, ինձ չեք ուղեկցի։ Ուրախության, բայց իմ հոգրանում իմ բանկերը պետք է սպասել նա։ Եթե դու շտապում ես գործը, ես վիճան մի քիչ ուշ։ Սինյորա,
Թող գտակ սպասավորը սինյորին։ Այո, ուղեկցեց նրան սինյոր Պանտալոնեի մոտ։ Եվ քանի որ Պասկուալը այստեղ չի, ես նրան էլ եմ ածանային։ Ծառայիր, ես քեզ երախտապարտ կլինեմ։ Շնորհակալ։ Սինյոր, Այո, դուք սինյոր Պանտալոնեի մոտ եք գնալու։ այո, ինչ կա։ Ուզում եմ դիզայնից մի բան խնդրել։ Դե ասա։ Ես սինյոր Ֆլորիդո սիրահարված եմ։ Դու սիրահարված ես։ Միշտ ապի, տրուֆադինո, միշտ։ Այո, սինյոր, իմ սիրածը սինյոր Պանտալոնե աղախինն է։ Խնդրում եմ, որ դուք բարեխոսեք ինձ համար սինյոր Պանտալոնեի մոտ։ Լավ, կասեմ։ Իսկ եթե դա այդպես է, գնանք խմենք մի բաժակ բուրգունդյան։ Միգուցե այդ ժամանակամիջոցում բանկերս էլ դրա։ Դե դու եք կացեք։ Դե մենք ձեր տվեք։ Հաշտվեցեք։ Թող երկինքը օրհնից ես։ Սինյորա Կլարիչը, իս սեր աստղ, Անգու, հանկագինս, քարասի, իմ աչքի լույս, գազա, հոգյակս, Գործը հաջող է գնում։ ներեցեք, ներեցի։ Պատրաստ է։ Իվանը համաձայնեք պեք նրան։ Կարելի է ներս մտնել։ Բարև ձեզ, սինյորա Միրանդալինա։ Այ դուք եք ինձ հավատացրել, որ եկել է սինյոր Ֆեդերիկոն։ Սիրելի իմ սինյոր, ով չէր խառնի նրանց։ Նրանք այնքան իրար նման են, ասես մի խնդրոր կիսած լինի։ Նա մանավանդ տղամարդու հագուստով Բիատրիչ են, իսկ ես Ֆեդերիկոն է։ Դե ինչ որ եղել է։ Ինչ նոր բան կասեք։ Եկել է սինյորը Բիատրիչը եւ ցանկանում է ձեր ողջունել։ Թող շնորհ բերի։ Խեր սինյորը Բիատրիչը։ Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ վերջացավ։ դուք խղճում եք նրան, Շատ իսկ ինձ, ալյուտմա։ Լսում եք, սկսել են սիրաբանել։ Երկուսն էլ շատ լավ են իրենց դերը կատարում։ Սինյորա, ես դրանից մի ողորմություն եմ ուզում խնդրել։ Ասա սիրելիս, ինչ ես ցանկանում։ Ես էլ օրորդ ուզում եմ կանխել։ Սինյորա Բեատրիչի դրանից այշեղություն արել, խնդրեցեք նրան, գուցե նա համաձայնվի, որ պրոֆեսիոնալ ստանալ չէ։ Ուրախությամբ սիրելիս։ Հենց առաջին հարմարվում էին կփոսել դրա հետ։ Սինյորներ, ես եկա ձեզանից ներողություն խնդրեմ, որ այդքան անբավականություններ պատճառեցի ես։ Ոչինչ սիրելիս։ Ասում են, թե դուք գտել եք ձեր սիրածին։ Այո, երկիսի շնորհեց ինձ այդ երջանկությունը։ Ինչպես է։ սինյոր Ֆլորիդո Արետուզին, Ձեր խոնարհծրան։ Բարև ձեզ, սինյոր Ֆեդերիկո։ Ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեր երջանկությունը։ Սինյորա Բիատրիչն իմ կինն է եղել։ Իսկ դուք, եթե ինձ այդ մեծ պատվի արժանացնեք, խնդրեմ, եղեք իմ քաջեղբայրը։ Մեծավ ուրախությամբ։ Ես շատ ուրախ եմ սիրելի Բեատրիչը։ Ամբողջ չքով դες հետ է։ սինյոր Ֆլորիդո, Այո, հիշում եք, թե ինչ ինձ խոստացել, ոչ չեմ հիշում։ խնդրել սինյոր Պանտալոնեի, որ զմերադին են ինձ տալ։ Իսկ որ սինյոր Պանտալոնե, համարձակում եմ ձեզանից մի բան խնդրել։ Ինչո՞վ եմ կարող ձեզ ծառայել։ Իմ ծառան ցանկություն ունի ամուսնանալ ձեր աղախնու հետ։ Այ ես բան, մեկ ուրիշն եմ ձերքն ուզում, ոնե ճանաչի նրան։ Ես համաձայն։ Սինյոր Ֆլորիդո, դուք ինձ կանխեցիք։ Ես էլ խոստացել եմ իմ աղախնուն ամուսնացնել սինյորա Բեատրիչի ծառայի հետ, բայց քանի որ դուք արդեն նշանեցիք նրանց ձեր ծառայի հետ, ես խոսքս հետ եմ վերցնում։ Ոչ, եթե դուք ցանկանում եք այդ ես եմ խոսքս հետ վերցնում։ Եղա, սրանց հետ ցերեմոնիաներ են անում, իսկ ես պետք է առանց կկամանամ։ Դուրս է գալիս, որ ոչ մեկը ինձ չի հասնի։ Սինյորներ, հիմա ես մի բան կհարցեմ։ Սինյոր Ֆլորիդո, դուք որոշել եք զմերադինը տալ ձեր ծառային։ Այո, Դուք եք սինյորա Կլարիչը որոշել եք զմերադինը տալ սինյորա Բեատրիչի ծառային։ Այնպես չէ։ Այո, այդ մասին ես պետք է խնդրեի։ Շատ գեղեցիկ, զմերադինը տվեք ինձ ձեր։ Ինչու անպատճառ ձեզ։ Որովհետև ես եմ սինյոր Ֆլորիդոյի, ես սինյորա Բեատրիչի ծառան։ ինչպես։ Ինչ ասացի։ Սինյորա Բեատրիչ, ո՞ր է ձեր ծառան։ Ահա նա տրոփածինո։ Տրոփածինոն իմ ծառան է։ Ինչպես։ Միթե ձեր ծառան Պասկուալը չէ։ Ոչ, Պասկուալը ձեր ծառան է։ Ոչինչ չեմ հասկանում։ Այ դու ավազան։ Այ դու սրիկա։ Դու միաժամանակ երկու տիրոջ ես ծառայել։ Այո, ես երկու տիրոջ եմ ծառայել, բայց կարող եմ պարտինալ
որ ոչ մեկը իմ տերեիցս և Չկարողացավ։ բռնել ինձ, մինչև որ ինքս գասնիկս բացի այս աղջկա սիրուն։ Բայց ուսով եմ, որովհետև մի արտակարգ դեպքի համար դուք պարոներս կներեք։ Идите сюда, сейчас Славик. Сейчас Славик выйдите все на сцену. Славик будет приветствовать. Славик будет приветствовать. Так, не не так и будет. Быстро, Выстраиваемся. Возьми все копы, все копы возьми, все копы. Приветствуем, нашли руку, скажем.
Մեր կազմի մեջ մտնող նոր շնորհալի մարդկանցով։ Թույլ տվեք շնորհավորել մեր թատրոնի ղեկավարությանը, հատկապես Արմեն Բայանդուրյանին, որովհետև նա կազմակերպեց, նա եղավ սկզբնապատճառը, կազմակերպողը, գտնողը, հավաքողը այս ստուդիայի և մարմնավորողը այս ամբողջ աշխատանքի և շնորհավորում եմ մեզ բոլորին այս գեղեցիկ լավ մեզ փոխարինող սերնդով։ Թող նրանք հաջողակ լինեն, թող մեզնից լավը լինեն, թող մեր թատրոնը միշտ բարգավաճի և ապագա ունենա։ Դու դահլիճում լույս կա, եկեք մի քիչ հավաքենք մոտ, այսօր առաջ ենք, բոլոր առաջ ենք, չէ՞ Առաջի կուրսը պատրաստել է ողջուն երևի թե մի քիչ հետո կլինի դա, Մարոն Սլավեկը մի քիչ հետո կանի, միջև մեր դերասանները գրկում և շնորհավորում են, եկեք մեկ անգամ ևս ծափարենք։ Ես չգիտեմ, թե ինչից պիտի սկսեմ, բայց գիտեմ, որ ինչ-որ մի բան ասեմ։ Եվ եթե ես ունենայի դրա իրավունքը լինեի մեծ ռեժիսոր կամ մեծ դերասան կասեի այսպես, սիրով կասեի, այս լակոտներից հետո դժվար չէ արդյոք բեմ բարձրանալ։ Թող այս առաջի քայլը, այս բեմում ունենայի բարձրունքները։ Եվ ես կուզենայի սկսել ձեզանից սիրելի բարեկամներ, սիրելի ծնողներ, սիրելի հայրեր, սիրելի տատիկներ և պապիկներ, որ դուք այս շնաշխարհիկ բալիկներին վստահեցիք մեզ։ Վստահեցիք այս շնաշխարհիկ մարդկանց, որոնք այսօր կարողացան մատուցել ինչ-որ մի կտոր, ինչ-որ մի ներկայացում։ Ասում են մայիսին ձմերուկ չենք կտրվել։ Մենք այս անգամ փորձել ենք մայիսին ձմերուկ կտրել, այդ ձմերուկը ունի կարմիր գույն, ունի առողջ կորիզ և ամենակարևորը ունի լավ համ, դրա համար ևս ծափահարենք։ Մի բան ևս ես կուզենայի ասել, որ ես երջանիկ կլինեի, եթե այս երիտասարդների փոխարեն լինեի, ինչու համար։ Որ դահլիճում նստած ժողովրդական դերասաններ, վաստակավոր դերասաններ, նրանց փոխարեն ավելի շատ էին հուզվում, և կուլիսներից ժողովրդական դերասանուհի Սերիկ Շեկոյանը որպես հուշարար էր ծառայում նրանց։ Սրա համար ևս պիտի ծափահարենք։ Բոլոր նրանց, ովքեր այստեղ են և ասել նրանց, որոնք այս պահին այստեղ չեն, դատարկատորներ կան, և նրանց, որոնք վաղը պիտի նստեն այդ դատարկատորներին։ Այն մարդիկ, որոնք 2 տարի ծառայել են այս երեխաները, կրկնում եմ, ծառայել են այս երեխաները, առանց ոչ մի բանի։ Ռոբերտ, սիրելիս, շնորհակալ եմ քեզանից։ Սերիկ Յակոբ։ Շնորհակալություն բոլորից, Ռոբերտ Հովհաննիսյան, Շամիլ Տերմինասյան, Ավետիք Ստանոսյան, Ասիա Ժամկոչյան և բոլորին, Սլավա Ստեփանյան։ Ալբերտ Ասատրյան, ասացի, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, տա Աստված, որ այսօրվա բեմադրող ռեժիսորը մի դրվագ հանի այս ներկայացումը, մի դրվագ, ես ասում եմ փակագծով, որ ներկայացման ժամանակ սիրելի ռեժիսոր թույլ չտալ, որ հանդիսատեսը դա լինի դերասանի բարեկամ, դերասանի ծնող,
Ներկայացման ժամանակ բեմի չի չնել դա։ Ես եթե ասում եմ դա ռեժիսորն է արել, երևի թե եկող մարդը հասկանում է, որ ռեժիսորը այսպիսի դրվագ չէր դնում։ Եվ թող պակասի այսպիսի դրվագը մեր թատրոնում։ Եթե ուզում եք, որ մենք ունենանք վաղվա ճիշտ կորիս, ճիշտ թատրոն, այսպիսի բաները թատրոնից պիտի վերան։ Ես խնդրում եմ ձեզ դա հուշեք, բարձրաձայն ասեք, ուլիսներում, հողոցում, որ թատրոնը, թատրոն հասկացողությունը, սա այլ բան, կրկնվում եմ, գուցե ես 6-րդ, 46-րդ անգամ, սա եկեղեցի է, և նա ունի այլ մուտք, այստեղ սրբություն է, և շնորհակալություն այն մարդկանց, որոնք տվել են այս երիտասարդներին, որ մուտք գործեն այս սուրբ օջախը, շնորհակալություն բոլորից, երայություն բոլորից, Всем большое, потому что на протяжении 2 лет юноши и девушки, как-то 17-18-летние, пришли в театр, который терпит новое, так сказать, возрождение, и в лице нашего нового руководства, и в лице наших актеров, которые так доброжелательно отнеслись к этому процессу создания студии при театре, чтобы завтра труппа пополнилась молодыми актерами. И вот на протяжении 2 лет на первом курсе у нас было больше педагогов, на втором курсе мы уже делали дипломный спектакль. И вот педагог по сценической речи Сирия Яковлевна помогала нам в постановке спектакля. Моя задача самая минимальная, поскольку я здесь не работал как такой режиссер-постановщик, я больше работал как педагог, как руководитель курса. Главное, чтобы ребятки говорили на армянском, и главное, чтобы они двигались и выполняли те задания, те требования, которые предъявляются актерам, начинающим актерам. Они с этим заданием, мне кажется, справились. Я поздравляю всех. Ребятки, я вас целую, обнимаю. Так, и, конечно, все в зале родители, участники, педагоги, конечно, мы все тряслись, хотя это я, когда делал очередной спектакль в театре, я, наверное, столько не волнуюсь, как вот сейчас. И это, наверное, понятно, потому что дети выступают перед актерами, перед родителями, это очень ответственно, конечно, это их первый спектакль. И они очень волновались, что-то было не так хорошо, может, что-то очень хорошо, не очень хорошо, не в этом дело. Главное, часовой спектакль, дети выдержали. Это первый спектакль на профессиональной сцене Армянского драматического театра имени Петроса Адамяна. Թերեզան, մի խոսքով Էդի Գրիգորյանը, Կարինեն, մեր Վալերան, մեր Ստյոպան, մեր Ռոբերտը, բոլորը մեծ գործ են արել։ Բայց այժմ ես ուզում եմ ասել, որ Սլավիկ Ստեփանյանի կուրսը, առաջի կուրսը, որ ուզում է երևի թե ողջունել, հա, սիրելի Սլավ։ Մի րոպեանոց, պատրաստ ենք 20 րոպեով։ Не доволен, давай. Скажу. Իրանց շնորհավորենք, իրանց այսօր ծնունդն է, ոնց որ ասած ես բեմում, մենք
Սա ոս ուզում եք իրաց շնորհալ։ Կներեք էլի շատ ուրիշ դա։ Ալո։ Չէ, ինչ պիտի ասեմ։ Ես մտնում եմ երաժշտություն նորից։ Բոլորը կրոգի վրա մատկա, ցելիշ կրոգի։ Գնացեք բեմ, կրոգի վրա։ Сейчас круг включай. Կրոգ։ Ցելիշ։ Ցելիշ, Զուրան։ Եկեք մի անգամ եւս սափարենք, ես մաղթեի նրանց նորանորություն։ Թող այս բեմը անպակաս լինի ձեզանից եւ թող այս պահին ոչ թե Աստված եւ Աստված եւ հանդիսատես սի աղոտ կամ պակաս լինի ձեզանից։ Ասել կրուկ։ Леон Акупович, вы меня всегда пополам режете. Возьмите меня в голову. Есть. Так, девочки, возьмите. Спасибо и тебе, ты нам много чего дал. Спасибо тебе. Кушайте на здоровье. Кушайте. Начали музыку. Поздравляю, Сильвию. Возьми гараж. Закалю. Молодец. Ари Ирочка ջան։ Элова մնացեք։ Лава։ Армин, ты хороший был. Ты хороший был. Да? Так, дети, девочки, возьмите. Так, ребятки, теперь это как переоденьтесь, это сцену уберите. Ребятки, слышите? Ребятки, как переоденьтесь, в первую очередь сцену убрать. Я убираю. Блин! Спасибо. Все, пошли переодеваться, быстро. Роберт! Не Вадим, Галя, нет. Роберт, ну вы знаете, вы ложанулись. Сам вы сказали. Целую вас всех, но не сказали. Писи как и до 3 часов. Амут. Девочки, возьмите, цветы возьмите. Все, ребят. Это сам. Соберитесь, да.